Տարբեր բնույթի հարցեր ունեին, հիմնականում կապված իրենց գիտական հետազոտական գործունեության հետ եւ ես պարզ ու հստակ իրենց ասել եմ, որ իրենք պետք է վերադառնան իրենց բնականon աշխատանքին, իրականացնեն այն հետազոտական գիտական գործունեությունը թանգարանային նաև գործունեություն։ Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Հարցին արդյոք այդ հանդիպման ժամանակ աշխատակիցները հարց են բարձրացրել Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը պետք է փակվի, նախարարն ասաց. նրանք բարձրացրել են տարբեր հարցեր իրենց գործունեության հետ կապված, ասել են վերադառնան իրենց բնականon աշխատանքին, իրենց գիտական հետազոտական գործունեության հետ կապված որևէ բան չի փոխվում։ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ աշխատանքից ազատված Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին պաշտոնին վերականգնելու հարց չկա։ Նոր Նորքի առաջին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը այսօր բաժանված է երկու մասի։ Հավատացյալների մեծ մասն այլևս չի այցելում այս սրբավայր, պատճառը հոգևոր հովիվ Տեր-Աշոտ Քահանա Սաֆարյանի հակաեկեղեցական արշավին միանալն է։ Երբեմն ակտիվ ու համախմբված համայնքն այսօր ըստ էության մասնատված է։ Հոգևոր հովվի հակաեկեղեցական արշավին միանալու որոշումը մեծ վնաս է հասցրել համայնքի բնակիչներին։ Չեմ կարող գնալ մի տեղ, որտեղ քահանա կա, ով եկեղեցու նվիրապետական կարգին դեմ է։ Իրենք իրենց դուրս են դրել եկեղեցուց, նշել է քաղաքացիներից մեկը։ Պաշտպանության նախկին նախարար ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը Ռուզաննա Խաչատրյանը հայց է ներկայացրել հանրային հեռուստաընկերության դեմ։ Դատալեքս հարթակում հրապարակված տեղեկատվության համաձայն հայցը վերաբերում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելուն։ Հայցադիմումը ստացվել է 3 մարտի 16-ին, նույն օրը այն մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նեյրա Ավետիսյանին։ Իրանի վրա հարձակումներն ու պատասխան հարվածները շարունակում են լարված պահել իրավիճակը Ծոցի երկրներում։ Այսօր կրկին խաթարված է ավիահաղորդակցությունը տարբեր ուղղություններում։ Զվարթնոց օդանավակայանից Պանորամայեմը տեղեկացավ, որ չեղյալ են հայտարարվել Դոհայից, Շարժայից, Աբու Դաբիից դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ չվերթները։ Դուբայ-Երևան նախատեսված երկու չվերթները ըստ օդանավակայանի տրամադրած տեղեկությունների կիրականացվեն ուշացումով, նախատեսված 10:25-ի փոխարեն դրանք կիրականացվեն 13:31-ին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Ինտերի կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանի մոտ ազդրի վնասվածք է ախտորոշվել շաբաթ օրը Իտալիայի առաջնության 29-րդ տուրի խաղից հետո։ Sport Express Net-ի հաղորդմամբ այս մասին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ ֆուտբոլիստի վերականգնման ժամանակը կորոշվի բժշկական զննումից հետո։ Ավելի քան հավանական է, որ Ինտերի հաջորդ առաջնությունում Ֆիորենտինայի դեմ խաղը բաց կթողնի։ Հնարավոր է, որ նա չվերականգնվի մինչև իրենց ավելի հզոր մրցակից Ռոմայի դեմ խաղին։ Խաղը տեղի կունենա ապրիլի սկզբին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմա էլ ուզում է նվաճել Կուբան։ Թրամփը հայտարարել է, որ իր համար պատիվ կլինի նվաճելը Կուբան։ Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տան օվալաձև սրահում պատասխանելով լրագրողների հարցերին։ CNN-ն ընդգծում է, որ Թրամփն այդ հայտարարությունն արել է նույն օրը, երբ կղզու էլեկտրաէներգիայի ցանցը առաջին անգամ փլուզվեց համազգային մակարդակով, քանի որ ԱՄՆ-ն փաստացի դադարեցրեց նավթի մատակարարումը այդ երկիր։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին։